Հարգելիներս, բոլորիդ ողջունում եմ աշխուհական սիրով։ Ես Աշոտ Գարունն եմ։ Անունս կնքել է Աշոտ Բեգին։ Հայաստանի Հանրապետության ամենատարեց աշուղը 85 տարեկան, ով մինչև հիմա բեմում երգում է, ով չքնաղ է, ով հայ մոր ու գեղեցիկ կերպար է։ Մոտ օրերս ես ուսումնասիրություններ արեցի և այսպիսի մի բան որոշեցի գտնել Համշենահայության մեջ գոնե մեկ աշուղի, չկա նման բան։ Փաստորեն պարզվեց կա, նա 98 տարեկան է և ողջ է։ Աշուղ Համշենը այդ չքնաղագույն ազնվագույն մարդը, որին բոլորը ուղղակի ասում են, որ նա բարության մարմնացումն է, ամբողջ կյանքը ուսուցիչ է եղել, երաժիշտ, նրա գործերից պահպանվել են 15 երգեր, բազում ստեղծագործություններ, բայց ստեղծագործում է չքնաղ, բոլորի սրտից։ Գիտեք, այստեղ այնքան թեմաներ արծարծվեցին, բոլորն էլ արձիական են։ Ես միշտ իմ հողի վրա եմ։ Մի առիթով տղաներով նստած կենացներ էինք ասում, ես լռում էի։ Այսպիսի մի հարց եղավ հայրենիքի կենացի ժամանակ, վերջում, բա ինչի ես լռում, ասի լավ խոսեմ։ Ստացվեց այնպես, ձայնս խոսքս այսպես ասեցի, այս տարի ես պետությանը տվել եմ 4 միլիոն դրամ հարկ։ Աստված հաջորդ տարի տամ 14 միլիոնը։ Եթե մենք այդ ձևով կարողանանք, մեր դա է պայքարի ձևը պետությունը ամրացնելու, արժեքներուն մնալը, և հենց այնպես չէ, որ մեկ գործ, որը սիրում եմ, ես 47 տարի է ստեղծագործում եմ, երբեք չեմ հրապարակել որևէ գործ, որևէ երգ, 100-ից ավելի երգեր կա, բայց մեկ առիթով հրատարակվեց այս գիրքը, երբ սիրում ես, միակն է իր կառուցվածքով, դա ոչ թե պարծենալու ներողություն բան չկա, դա նվիրել եմ մեր Տեր Աբրահամ Մարտիրոսյանի ձեռնադրման 10-ամյակի կապակցությամբ, մի չքնաղ քահանայի, ազնիվ կերպարի, հետաքրքիրը գիտեք ինչն է, ոչ մեկի չթողեցի, որ հովանավորեր, որ անունը գրվեր։ Ես այդ տեսակով եմ աշխատում, և երբ սիրում ես, բայց ես կասեմ մի բան, մեր բոլոր հարցերին պատասխան, որը Աստված տվեց մտքիս, որ գրվեց հողի խրատը։ Տարիներ առաջ, երբ եղբայրներով, մեր հողն էինք փորում ձեռքի բահերով, մեկ հանում էինք քարերը հողից, և ամեն տարի նորից ու զարմանում էինք, ինչու այդպես, որտեղից այդքան քարերը պես, որ չեն վերջանում, ելնում են նորից մեզ կյանք պարգևող հայրենի հողից։ Տարիներն անցան, փորում եմ նորից, այդ նույն քարերը ելնում են հողից, ու մտորելով ժողվում եմ դրանք, քարերը կելնեն, քանի ունեն կյանք։ Մարդն է քարերը սրտում կուտակած, մայր հողին հանձնում մարմնովի սառած ու խրատում է հողը հայրենին, որ մեր կյանքն ապրենք առանց քարերի։ Ահա բանաձևը, մեր երջանկության բանաձևը։ Շնորհակալություն մեր երեխաներին, որ այստեղ են, որ ունեն համազգեստ։ Շնորհակալություն Սարգիս ջան, քեզ, որ հրավիրեցիք։ Հավատացեք, մոտ 40 աշուղ ենք այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պատրաստակամ ենք, որ համագործակցենք, մեր սերը, մեր նվիրումը, մեր մշակույթին ավելացնենք, չգիտեմ, ինչ որ մի ծաղիկ, մի թերթիկ մեզանով ավելացնենք, որ մեր կյանքում մի բան փոխվի։ Անձրևից հետո թուղ ամպերի տակ, սիրտս կարոտից զարկեց շարունակ, վեր հանեց նա ինձ, ուղղեց հորս տուն, որ հանգիստ գտնի զարկը իմ սրտում։ Ու ներս մտա ես, երգը շուրթերիս, գրկեցի մորս, սեղմեցի կրծքիս, աշխարհը եդեմ դարձավ ինձ համար, և մորս ձեռք իջավ ինձ վրա։ Մայր իմ երկրային, իմ հրաշք աշխարհ,
հորս բարձրացնող ու ծառախոնար։ Քո աչքերի մեջ որքան սեր գտա, որքան օրհնություն ու կարոտ գտա։ Ելքը գարունի, քո սիրուց ծնվեց եւ այդ նույն սիրով աշխարհը գրկեց։ Երանի աշխարհ, երբ դու ինձ գրկես։